Կարծում եմ հրաշալի Հայաստանի դիտողները սովոր են, որ մենք բացահայտում ենք որևէ վանք, հուշահամալիր, ինչ որ մի հետաքրքիր ճարտարապետությամբ շենք, իսկ այժմ մենք կանգնած ենք մի ծառի կողքին։ Միրան, ինչու ենք մենք ծառի կողքին։ Այս ծառը շատ հետաքրքիր պատմություն ունի եւ երկար տարիներ ծառը սրբատեղի, այսպես դերակատարություն է ունեցել ըստ ավանդությունների, ավանդապատումների։ Եվ ասում են ըստ նաեւ ավանդաձրվիչների, որ այս ծառը 7 տարին մեկ վառվելու սովորություն ունի, ինքն իրեն այրվում է։ Ծառը գտնվում է Տավուշի մարզում, Սարիգյուղ գյուղի համայնքի մոտակայքում եւ այս ծառը յուրահատուկ է Հայաստանի պատմության մեջ, որովհետեւ սոսի է եւ շուրջ 1000 տարեկան, 1000 տարեկան շուրջ, որովհետեւ ըստ լեգենդի այս ծառը տնկել է Աշոտ Երկաթ թագավորը 920-ական թվականներին, այսինքն 1000 տարուց ավել առաջ, մոտավորապես 1100 տարի առաջ։ Ճիշտն ասած, մոտենալուց հավատաց չէր գալի, որ հենց սա իսկական ծառ է, այն ահռելի է, չգիտեմ, կարող եք այս ահռելիությունը զգալ էկրանների վրա, բայց այն իրոք շատ մեծ է եւ փուչ է, հա, այս կողմից, այսինքն նա կարծես աճել է եւ ծերացել, որ իր մեջը, հա, արդեն այդ բույնը փճվել է։ Եվ նաեւ կա այսպես տարածված լեգենդի համաձայն մի քանի կիլոմետր այն կողմ Աշոտ Երկաթը նույնպես ծառ է տնկել այս նույն ծառից եւ երբ որ այդ ծառը արդեն բնական մահով իր մահացել է, այսպես ասենք, հա, ընկել է, այդ ժամանակ Մարշալ Բաղրամյանին խնդրել են, խոսքը 70-ականների մասին է։ Բաղրամյանը այդ նույն տեղում տնկել է ծառ։ Ինչու է այս ծառը տնկվել, ըստ նույն, հա, լեգենդի Աշոտ Երկաթը դա արդեն պատմական փաստ է, այս տեղանքում հաղթանակ է տարել երկիր հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղախմբի նկատմամբ, ռազմական հաղթանակ է տարել եւ դիակները թշնամիների հրամայել է թաղել մի փոսում, որը հիմա Սարիգյուղի այսպես կանգառն է եւ մինչեւ այսօր հայտնի է Գյորեր, այսինքն գերեզմաններ անվանումով։ Այդ Աշոտ Երկաթի ժամանակ Աշոտ Երկաթ հրահանգել է թաղել այդտեղ թշնամիների դիակները, իսկ նահատակվածներին արդեն Աշոտ Երկաթի բանակի մեկ այլ վայրում են հողին հանձնել, մինչև այսօր այդ վայրը Շահնազարյանների թաղ է կոչվում Սարիգյուղ համայնքում եւ ըստ, հա, նույն այդ ավանդազրույցի Աշոտ Երկաթի զորքը պատճակատամարտից հետո հաղթանակից հետո այս տեղանքում է հանգիստը վայելել։ Հետագայում բայց արաբների նկատմամբ դրանից հետո տարվել է նորից ռազմական հաղթանակ եւ ի պատիվ այդ հաղթանակի այս ծառը Աշոտ Երկաթը տնկել է այն վայրում ի նշանավորումն այդ հաղթանակի եւ ի նշանավորումն նահատակված իր զինվորների հիշատակի։ Ինչն է հետաքրքիր, որ այս հատվածը հյուսային Հայաստանի, հա, սրանից այն կողմ, այսինքն դեպի արևելք, արդեն քուրի տափաստաններն են եւ միշտ թշնամիների համար հարմար, ամենահարմար վայրերից մեկն է եղել հյուսային Հայաստան ներխուժելու, որովհետեւ տափաստանից միանգամից մտնում են Աղստեֆի հովիտ եւ ըստ էության մինչեւ Սևան, մինչեւ Դիլիջան ընդհանուր գնալիս Այո, շարունակենք, հա, շատ հետաքրքիր ստացվեց, խորհրդանշական։ Մենք նոր հերոս ունենք, սա մինչև Պուշկինի այդ կատունը, որը ցեպի վրա քայլում է։ Այդ Պուշկին ասացիր, հիմա թեման նաև կշարունակենք, հա։ Աղստեֆից մինչև Սևան, ըստ էության Աղստեֆի հովիտը, որ տարածվում է, այս շրջանը շատ հարմար էր այստեղից ներխուժելու համար։ Եվ նույն ըստ պատմեն տարիքով մարդկանց սերնդեսերունդ փոխանցված պատմությունների, երբ Գրիբայեդովը գնում էր Իրան, դե գիտեք, Ալեքսանդր Գրիբայեդովը հայտնի գրող, դիվանագետ, որը ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպեց նաև հայերի վերադարձը հայրենիք, որովհետև Շահ Աբասը երբ որ հայերին բռնագաղթեցրել էր տվել Իրանի խորքեր, այո, Գրիբայեդովը այն մարդն էր, որը կազմակերպեց հայերի վերադարձը հայրենիք, արևելյան Հայաստանի տարածք եւ նաեւ կյանքով հատուցեց։ Ըստ դա դուք չեկավ նրանց։ Այո, ըստ նաեւ պատմության սերնդեսերունդ փոխանցված
Այս ծառի տակ դեպի Իրան ճանապարհին հանգստացել է մի քանի ժամ իր հանգիստն է անցկացրել Գրիբայեդովը, այո, այս ծառի մոտ։ Եվ մոտակա գյուղերի բնակիչները եկել են այսպես մեծ հիացմունքով, այսպես ճանապարհին նրան դիմավորել են, այստեղ հանդիպել են, հավանաբար հյուրասիրել են եւ նաեւ այս ծառը հենց դրանով է այսպես հիշվել եւ դրանով է յուրահատուկ, որ դա Աշոտ Երկաթ Բագրատունին, որ այդ հայոց պատմության մեջ առանցքային պատմական դերակատարություն ունեցավ արաբական արշավանքները կասեցնելու, արաբաներին այսպես ռազմական պարտությունների մատնելու եւ Հայաստանի անկախությունը, պետականությունը այսպես ամրապնդելու գործում տնկել է մի ծառ, որը դար եկել հասել է մինչև մեր օրեր 920-ականներ պատկերացրա այս ծառը մեզ ֆանտաստիկ է ես անկեղծ զարմանամ որ ես առաջ անգամ եմ լսում հուսով եմ դուք եք առաջ անգամ լսում այս ծառի մասին ու սա նաև ցույց է տալիս որ հետաքրքիր բազմազանություն կան հրաշալի վայրերի որը դեռ բացահայտված չէ եւ մենք բացահայտելու ենք դրան Սա ուղղակի ծառի մասին քչերը գիտեն եւ շատ լավ կլինի որ Երևանից 160 կիլոմետր մոտավորապես հեռավորության վրա Ամենամոտ քաղաքը որն է այստեղ Իջևանի մոտ է Իջևանից 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Երևանից 160 կիլոմետր հեռավորության վրա ճանապարհը շատ լավն է կարելի է միշտ ընտանիքով գալ երեխաներին ցույց տալ միանգամից ասում են բիսեդկա կա այնպես որ Ինչն է հետաքրքիր ծառից քիչ հեռու 11-12-րդ դարերի մատուր կա, որը վերանորոգվել է տակավին վերջերս, մինչ այդ այստեղ խոնարհված է եղել, վերանորոգվել է, բայց այսպես ավարտական վերջնական տեսքի չի հասցվել, այլ փոքր իր վիճակով այսպես որ ի նշանավորումը նրա, որ այստեղ մատուր է եղել եւ հենց կողքը կառուցվել է նոր փոքրիկ եկեղեցի մատուր, այսինքն այդ ամբողջական մոտեցումը մինչեւ այսօր ամբողջական խորհրդանշումը այս վայրի, որ ծառը, որը տնկել է Աշոտ Երկաթը, նշանավորում են հաղթանակի, նշանավորում են նրա, որ այստեղ մենք ապրել ենք եւ ապրելու ենք դարեդար, ծառը մինչեւ այսօր կա, այստեղ եղել է մոտ 1000 տարի առաջ կառուցված մատուր դա վերականգնվել է, կառուցվել է նաև նոր, այսինքն ամբողջականանում է այն ողջ ցիկլը, պատմության, պատմական, արժեքային տրամաբանության, որ մեր նախնիները մեզ ժառանգել են եւ մենք էլ ամբողջացրել ենք, ամբողջականացրել ենք։ Ինչ սիմվոլիզմն է հետաքրքիր, չնայած դժվար կլինի հստակ ասել, բայց իմ կարծիքով եթե նա տնկել է ծառ, որպես կյանքի նոր սկզբի խորհրդանիշ, երևի այդ արյան, այդ կռիվների, զոհերի ֆոնի վրա կարծես նոր կյանքի սկիզբ էր ուզվում եւ Աշոտ Երկաթը sense հետաքրքիր սիմվոլիկ սկիզբ դրեց նաեւ այս կյանքի սիմվոլի։ Կարա՞ տենց լինի։ Ես չգիտեմ, մոտ 920-ականներին է տեղի ունեցել ծառի տնկումը։ Դժվար է ասել Աշոտ Երկաթը քո նշած խորհրդանի միգուցե գիտակցական, միգուցե ենթագիտակցական մակարդակում համենայն դեպս այն հաղթանակը ռազմական հաղթանակները, որ նա տարել է արաբների, Հայաստան ներխուժած քոչվոր ցեղերի նկատմամբ, նշանավորելու համար, այո, ծառը դա կյանք է, ծառը դա կենթանի հիշողություն է, ծառը դա հայրենիքի հանդեպ ունեցած այսպես հարգանքի, սիրո նշան է, որովհետև ծառ տնկում են մարդիկ, ովքեր պատրաստվում են հայրենիքում ապրել, ովքեր պատրաստվում են այդ հողի վրա ապրել, այդ հողը շենացնել, նաև այդ ծառին խնամելով, ծառը ջրելով։ Երևի թե այդ տրամաբան համենայն դեպս մենք գիտենք փաստ, որ այս տեղանքում Աշոտ Երկաթը մի քանի ռազմական հաղթանակներ է տարել եւ մենք գիտենք հստակ փաստ, որ ըստ ավանդազրույցի սերնդեսերունդ եկած այսպես խոսակցությունների այս ծառը տնկել է հենց Աշոտ Երկաթ
Այսինքն թագավորը։ ինչ որտեղ Աշոտ Երկաթը նաև բնապահպան ակտիվիստ էր իր ժամանակի եւ բնապահպանության որպես խորհրդանիշ կարելի է նաև նորովի վերաիմաստավորել։ Թիվ 1 բնապահպանը երևի Խոսրով արքան է, որ Խոսրովի այսօրվա արգելոցի անտառ այնտեղ տնկեց անտառ եւ այսօր մենք ունենք այդ արգելոցը, երևի թե թիվ 1-ը ինքն է։ Թիվ 2-ը, չգիտեմ, հայոց պատմությունը պետք է պրպտել, ուսումնասիրել եւ գտնել թիվ 2 բնապահպանին։ Ժողովուրդ ջան, այցելեք այս ֆանտաստիկ վայր եւ վայելեք այս հրաշալի Հայաստանի հրաշալի ծառը։